Հայկական հեռուստաեթերի առաջին եւ միակ հաղորդաշարը, որն անդրադարձավ մեր հայ շոու բիզնեսի ամենից ամենաիրադարձություններին տալով մեզ ճշգրիտ եւ հավաստի բարձաբանումներ, իհարկե ամենից ամենանեողջույն։ Դուք շարունակում եք դիտել ամենից ամենաժամանցային եթերը եւ այս պահին ձեր էկրաններին է ամենից ամենաաստղային շուքերթը, որը վարում եմ ես Լեաննա Տերմինասյանը։ Եվ նախքան մեր այսօրվա հիմնական անվանակարգին անցնելը, ուզում եմ ծանոթացնել ձեզ, թե որ աստղերն այս անգամ ընդգրկվեցին մեր Օվենա խորագրի շրջանակում։ Այս շաբաթ Օվենա խորագրի շրջանակում հայտնվեցին Կարեն Քոչարյանը, Հովհաննես Բաբախանյանը եւ Արմինե Գրիգորյանը։ Գուշակելու են նրանք Օվենա խորագրի այսօրվա հերոսին բացահայտվելու է քիչ անց։ Հետևեք եթերին։ Օվենա խորագրին մենք դեռ այսօր կանդրադառնանք։ Դե իսկ այժմ հայտարարում եմ մեր այսօրվա հիմնական անվանակարգը։ Ամենից ամենաաստղային ծնունդներ։ Ծննդյան օրը թերևս յուրաքանչյուրի կյանքում կարևորագույն օրերից մեկն է։ Պարզապես ոմանք այն սիրում են եւ նշում, իսկ ոմանք ոչ։ Իհարկե ծննդյան օրը շատերի համար ուշադրության եւ կիզակետում գտնվելու օր է, ոմանք պարզապես ամփոփում են այդ օրը իրենց արված ու չարված գործերը, ոմանց համար դա քեֆ ուրախության օր է, իսկ ոմանց համար գիտակցում, որ մեծացել ես եւս 1 տարով։ Ինչևէ, որքան մարդ, այդքան էլ մոտեցումներ։ Եվ այնուամենայնիվ ծննդյան օրը ավելի շատ մարդիկ սիրում են, քան չեն սիրում։ Եվ այդ իսկ պատճառով մենք պարբերաբար անդրադառնում ենք այս թեմային եւ փորձում բացահայտել, թե ինչպես են նշում իրենց ծննդյան օրը մեր ամենից ամենահայտնի մարդիկ, եւ այսօր թերևս հենց այդ օրն է։ Հետաքրքիր բացահայտումներ ու անկեղծ խոստովանություններ դիտում ենք հենց այս պահին։ Ծնունդն ինձ համար դեռ մանկուց եղել է միշտ սպասված օր, որը նշվել է շատ գեղեցիկ ու հետաքրքիր ձևով։ Կարեն Քոչարյան։ Երբ դպրոցական տարիքում էինք, այդ ամենը կատարվում էր դասարաններով, ուսանողական տարիներին Գալուբոյ վեճեր, այսպես ասած, հավաքում էինք եւ այդ փարթիները անցկացնում էինք։ Կարեն Քոչարյանն անկեղծ խոստովանում է, որ իր ընտանիքում կա շատ գեղեցիկ ավանդույթ՝ ծննդյան օրը սկսել ուղիղ կես գիշերին։ Մի տարի Գյումրի էինք գնացել, համերգ պետքա վարեի, հենց իմ ծննդյան օրը եւ երբ որ վերադարձանք արդեն տուն, արդեն ժամը 12-ից հետո էր։ Եվ հենց դուռը բացեցինք, տեսնեմ ամբողջ պատերը իմ նկարներով է կախված։ Իմ աղջիկներս որոշել էին այդպես անակնկալ մատուցել։ Ծնունդը շնորհավոր, ծնունդը շնորհավոր, կողմի այսօր։ Անդրադառնալով Կարեն Քոչարյանի թերևս ամենից ամենաուշագրավ ծննդյան տարեդարձներին, պետք է փաստել, որ դրանք մի քանիսն էին։ Մի անգամ ծննդյանս օրը նշել եմ Ծաղկաձորում, այն ժամանակ կար այդ հյուրանոցը, հիմա այդպես չի կոչվում, եւ այդտեղ անց էր կացվելու շախմատի միջազգային ֆեդերացիայի կոնֆերանսը։ Ինձ հրավիրել էին, որպեսզի ես վարեի, եւ ելի մենք տիկնոջս հետ գնացինք այնտեղ, ներկա էին շատ երևելի դեմքեր, գրոսմայստերներ, Սեդրակներ Մամուլյան, կազմակերպիչը, այնտեղ էր Վարազդատ Ախաչեմյան, ջութակահար, ամեն ինչ ավարտվեց եւ եկան մոտեցան ինձ տղաները, ասեցին. դե ինչ, արդեն գնացին ղեկավարությունը, հիմա նշում ենք քո ծննդյան օրը։ Դրանից հետո իհարկե եղավ նաեւ մի անակնկալ, որը կինս արդեն ինձ մատուցեց, արդեն հաջորդ տարի էր, Կարեն ջան ասեց, արի ծնունդդ նշենք ռեստորանում։ Ասում գնանք մեր ընտանիքով բանով կնշենք։ Երբ որ մտանք ներս, տեսա երկար սեղան է։ Ասեցի, բայց այս հսկայական սեղանը ում համար է կա։ Ասում է, չէ, սա մերը չի, ասում է, մերը այն մյուս սենյակում է։ Մեկ էլ տեսնեմ մեկը մյուսի հետևից գալիս են իմ ընկերները։ Սկսած դպրոցական տարիքից եւ ամենաավակ իմ ընկերը լուսահոգի Ալեքսանդր Սամսոնիչները, Գրիգորյան կնոջ հետ, Արմենը Մանուկյան կնոջ հետ, Վազգեն Ասատրյան, Երվանդը Երզնկյան, Արմենը Ամիրյան։ Բայց պարզվում է ինձանից թաքուն հեռախոսս վերցրել է, բոլորի համարները գրանցել է, բոլորին զանգարել է, հրավիրել է իմ ծննդյան օրին։ Ես տեղյակ չեմ։ Բայց պիկը իմ ծննդյան օրերի, իհարկե դա իմ 60-ամյակն էր, որը որ մտածեցինք պետք է անենք ռուսական թատրոնում, իմ հարազատ թատրոնում։ Այս հարցում իհարկե ես անչափ շնորհակալ եմ Արմենին Ամիրյան, որ այն ժամանակ մշակույթի նախարար էր, իմ լավ ընկերներից։ Երեկոն ինձ համար իրոք անակնկալներով լի էր, օրինակ երբեք իմ մտքով չէր անցնի, որ այն ժամանակ ռուսական թատրոնի տնօրեն Ֆրեդը Դավթյան, որ ինձ հետ դուրս եկավ բեմ, ինձ պետք է համոզի, որպեսզի ես հիշեմ կինտոյի պարը, որը որ պարել եմ թատրոնում եւ հենց տեղում միացնի երաժշտությունը, ասի դե հիմա պարում ենք։
Եվ պատկերացեք հիշեցի ես դա։ Կար մի բլոկ, որը որ մեր անվանի երաժիշտները Երվանդ Երզնկյանը, Մարտին Վարդազարյանը, Վազգենը Ասատրյան, երգիչներ եկան իրենց հետ եւ այդ Պապուրին Երևանյան որ կատարեցին։ Հոգրկում է վարդը իմ բացվել, ախ քեզնից լավ այլ չկա։ Հոգրկում եմ երջանկացել ու սիրել մի աղջկա։ Բայց էլի մի հրաշալի անակնկալ կար ինձ համար այդ երեկո, որ երբ որ դուրս եկավ իմ Պուշկինի անվան դպրոցի կոլեկտիվը, նրանք շնորհեցին ինձ ոսկե մեդալ, բայց բանից պարզվեց, որ այդ ոսկե մեդալը համար առաջին ոսկե մեդալն է, այն կոչվում է պատվավոր պուշկինցի։ Վաստակաշատ պուշկինականները պարգևատրվելու են դպրոցի կողմից ստեղծված պատվավոր պուշկինական հուշամեդալով։ Եվ դուք առաջինն եք, որին շնորհվում է այդ պատվավոր պարգևը։ Քաղաքապետարանը եկավ էլի շնորհեց ոսկե մեդալ, Հակոբ Ղազանչյան շնորհավորեց էլի իր մեդալը տվեց ոսկե։ Շատ հաճելի երեկո էր եւ երբեք ես այդ երեկոն չեմ մոռանա։ Թատերական գործին անմնացորդ ծառայելու, մասնավորապես հայ ժամանակակից թատրոնի գործունեության աննախադեպ պրոպագանդման համար Թատերական գործիչների միության ոսկե մեդալը շնորհվում Կարեն Քոչարյանին։ Եկել է պահ ովենախորագրի, որի շրջանակում մեր մասնակիցները պետք է գուշակեն, թե որ հայտնի մարդու ոչ հայտնի լուսանկարն եմ ներկայացնում իրենց ուշադրությանը։ Իդեպ նաև դուք սիրելի հեռուստադիտողներ ունեք հնարավորություն մասնակցել մեր այս խորագրին, ուղարկելով հայտնի մարդկանց ոչ հայտնի լուսանկարները մեր Facebook-յան պաշտոնական էջին, որն է ամենից ամենաաստղային շքերթ։ Դες ամենահետաքրքիրները ես կներկայացնեմ եթերում։ Եվ այսպես, այսօրվա մեր մասնակիցները պետք է գուշակեն, թե որ հայտնի մարդն է պատկերված ոչ այդքան հայտնի լուսանկարի վրա։ Բանն են Comedy Club-ի այ կակիվո։ Խարլամովը չի։ Բուլդոգ Խարլամով։ Գարիկ Խարլամով։ Ահա այսպիսին էր մեր այսօրվա շքերթը լի հետաքրքիր ու բովանդակալից բացահայտումներով։ Եվ այդ ամենին թերևս հավելը իմաստուններից մեկի ասած միտքն առ այն, որ ծննդյան օրը շատ պիտանի օր է։ Որովհետև համաձայն վիճակագրական տվյալների, որքան ավելի շատ են ծննդյան օրերը մարդու կյանքում, այդքան նրա կյանքն ավելի երկար է։ Ահա այսպիսի պարզ տրամաբանություն։ Դե իսկ ինձ մնում է միայն ասել, որ հաջորդ շաբաթ մեզ սպասում է շատ հետաքրքիր մի անվանակարգ, այնպես որ ակտիվ հետևում ենք անոնսներին, բացահայտում անվանակարգը, շքերթը եւ իհարկե սրտատրոփ սպասում մեր հաջորդ եթերին։ Մենք հանդիպենք արդեն հաջորդ շաբաթ ամենից ամենաժամանցային եթերում։ Մնացեք մեզ հետ։